24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Շնորհակալ։ Ադրբեջանի հնչող հայտարարություններին անդրադառնանք։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էր հայտարարություններ արել 3 կարևոր թեմաների հետ կապված, սահմանազատման հետ կապված, Հայաստանի սահմանադրության փոխման հետ կապված եւ իրենք ինչպես որ կոչում են Զանգեզուրի միջանցքի, այսինքն Թրամփի ուղու հետ կապված, մասնավորապես սահմանազատման մասով նա ասում է, որ կանոնավոր աշխատանքները շարունակվում են եւ պետք է էքսկլավներ կան, որոնք պետք է վերադարձվեն, գյուղեր կան, որոնք Հայաստանը պետք է վերադարձնի։ Փաշինյանը այս հարցին անդրադառնալով ասաց, որ պայմանավորվածություններ դեռևս հստակ չկան, բայց դուք գիտեք, որ խնդիրներ կան եւ այդ խնդիրները պետք է լուծվի, նույնիսկ ասած մենք չենք կարող մկրատը վերցնել, կտրել, եթե այդպես լինի, իրենք էլ ջերմուկից կկտրեն, բերքաբերից կկտրեն եւ այլն։ Ինչ եք կարծում, ինչ գործընթաց է հիմա հաջորդում եւ արժեվում ինչ է սպասվում մեզ։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է այն դիտարկումը, որը երևի թե շատերը ուղղակի մոռացել են կամ չեն նկատել։ Սա նոր բան չէ եւ առաջին անգամ այս ձևակերպումները հենց դեռ երբ չկար թրիփի ուղի հասկացությունը, երբ չէր եղել այդ հանդիպումն ու պայմանավորվածությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա 2022-ի ամառն էր, երբ առաջին անգամ հստակ այս նույն ձևակերպումները տվեց Ադրբեջանը եւ մասնավորապես Զանգեզուրի միջանցք եզրույթ, սահմանագծում սահմանազատում, այդ անկլավներ, էքսկլավներ վերադարձ, այսինքն ստացվում է, որ տեսեք թմրեցնելով իհարկե Հայաստանի ժողովրդին սեփական իսկ իշխանությունները համակարգված աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից եւ որևէ կերպ այդ ընթացքը ոչ դանդաղում է, ոչ էլ կանգնելու ընդհանրապես միտում ունի, այսինքն մարդիկ հստակ ունեն ծրագիրը, այդ ծրագրով գնում են եւ իրենց բոլոր պլանները այդ ծրագրի շուրջ կապված են միանշանակ Հայաստանի զավթման հետ։ Իհարկե դա մեր պատկերացրած զավթումը չի, հա, մտան, պատերազմ արեցին, սպանեցին, կոտորեցին ու տարան, որովհետև իրականում այս իշխանությունները ինչ են անում, հենց այդպես են ներկայացնում զավթումը, հա, ու ինչպես են թմրեցնում։ Ժողովուրդ ջան, չկա պատերազմ, մենք զոհեր չենք ունենում, Ադրբեջանը չի կրակում մեր վրա, հետևաբար ինչ պատերազմի մասին է խոսքը։ Իրենք այո գտան այն ծրագիրը, որտեղ առանց պատերազմ իրենք այո այսօր դեռևս մասնատում են ու շատ մոտ է այս process-ը Հայաստանի ապամոնտաժմանը։ Եվ դա իրականում մենք որպես բառերի կույտ այսպես ասում ենք, բայց դա սարսափ է իրականում, որովհետև այն ինչ որ նաև ասաց Շուշիում, հա, Ադրբեջանի ղեկավարը ուղիղ հենց դրա մասին էր։ Ուղիղ այն մասին, որ այո, տեսեք, այստեղ հատկանշական է այո Զանգեզուրի միջանցք եզրույթի կիրառումը, դրան բայց պետք չէ նայել որպես այսպես էմոցիա կամ մենք էլ դրան էմոցիոնալ ձևով արձագանքում ենք, չի կարող լինել Զանգեզուրի միջանցք, իհարկե սա տրվելով Նիկոլի օրակարգին, որտեվ նույն էմոցիաները, հիստերիաները իր կողմից են, կապ չունի իրենք ինչ են ասում, դա Զանգեզուրի միջանցք չէ, բայց տեսեք Ալիևը ինչպես լեգիտիմացրեց, ինչպես այսպես կարծես թե օրինական դարձրեց Զանգեզուրի միջանցքի եզրույթը, երբ այդ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ այդպես է դիտարկում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դա ըստ էության իր ասելով դա հաղորդակցումն է Ադրբեջանի ու Նախիջևանի, բայց իրականում իր նկարագրությունը դա ուղիղ Հայաստանի դեռևս այդ հատվածի զավթումն է, որովհետև եթե շարունակում ենք վերահսկումը Հայաստանն է անելու։ Շատ լավ, իսկ մենք շարունակում ենք դիտարկում ենք օրինակ սրան զուգահեռ Ամերիկայի գործողությունները, ինչ է տեղի ունենում, արդեն կազմակերպությունը ամերիկյան սկսել է չափագրումներ, դիտարկումներ անել հենց այդ տարածքում, այսինքն սրանով ուղիղ հերքումն է Փաշինյանի բոլոր հայտարարությունների, որ պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ բլա 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 են իր բոլոր այդ ստորակետներով իրար հաջորդող բառերի կույտը, որը ոչ այլ ինչ է, քան բառեր։ Ինչու եմ ասում այդպես, որովհետև դրան զուգահեռ մենք տեսնում ենք Ադրբեջանի գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ ուղիղ, այսինքն սա կոնկրետ այն պլանն է, որը գոյություն ունի, որը չեն թաքցնում երկու երկրները եւ
փաստացի դա միսուարյուն է առել, բայց դրա մասին լռում են Հայաստանի իշխանությունները եւ երբ իրեն լրագրողները նման հարցեր են տալիս, ուղիղ ինչ որ հիստերիա է առաջանում եւ այնպես երեխայական հերքում, ստի երեխայական Այսինքն հերքում։ արխիվում նոր գործողություններ են սպասում, մասնավորապես համանազատման ժամանակ արդեն սկսվել են այդ գործողությունները։ Պետք է տարածքներ կան, որոնք Հայաստանը պետք է տա եւ դրա փոխարեն ակնկալենք Արցվաշենը, որի մասին Ադրբեջանը չի խոսում, որ տալու է։ Ընդհանրապես չի խոսում եւ գիտեք ինչ համար առնվազն տարօրինակ է, երբ դու ներկայացնում ես Հայաստանի քո տարածքները որպես անկլավներ, բայց դիտարկում ես, որ քո սուվերեն տարածքը հակառակ դեպքում իրենք հետ չեն վերադարձնի։ Ստացվում է այսպես, հա, իրեն դեռևս ըստ էության, հա, այդպես է հասկացում ամեն դեպս երկու կողմերի դիտարկում ես, իրեն դեռևս խոստացել են այսպես, որ դու մեր հասանելիքը տալիս ես, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք օրինակ, հա, Տիգրանաշենը ինչ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Եկեք լավ, այսպես Նիկոլի սրտով ասենք, հա, չենք խոսում հայրենիքից։ Խոսում ենք զուտ անվտանգությունից, խոսում ենք զուտ ռազմավարական նշանակությունից տարածքի։ Եվ երբ ինքը ըստ էության, ասում եմ, որ փոխանակում է պատրաստվում անել տալ դիմացը ստանալ օրինակ ոչ ջերմուկից կամ չգիտեմ իշխանասարից զավթված տարածքները իհարկե դրանք խոստումներ են նույնիսկ այդ մասին կարող է գնալ խոսակցություն համենայն դեպս իր պահվածքը այդպիսին է, հա, թե հակառակ դեպքում ինչ է նշանակում, այդ նշանակում է մեր քարտեզից էլ պիտի կտրենք ջերմուկի, չգիտեմ իշխանասարի մյուս տարածքները։ Ինչու ջերմուկը հիշատակեց։ Ինչու ջերմուկը հիշատակեց, որովհետև դա ուղղակի պատահական չէր, հա, դա շատ նման էր իդեպ երբ մենք խոսում ենք մեր վերադարձի իրավունքից, իրենք խոսում են, որ այդ դեպքում ուրեմն ադրբեջանցիներ պիտի գան Հայաստան, որը որևէ կապ չունի իրար հետ, ոչ տրամաբանական, ոչ քաղաքական, ոչ պատմական, որևէ կապ չունի իրար հետ, բայց իրենք խոսում են։ Ասում է դուք եք տանում եւ այո, նրանք էլ նայում են, նույնն էլ իրենք են կրկնում։ Ահա, այն պարագայում։ Բայց այստեղ հարցային է, որ այնտեղ իշխանությունն է այդ ծրագիրը իրականացնում։ Ֆինանսավորվում է պետականորեն։ Այո, եւ կոնֆերանսներ իրականացում, ծրագրեր են մշակվում Հայաստան գալու։ Իսկ այստեղ խոսում են արցախցիները եւ պետական մակարդակով որևէ ծրագիր չի իրականացվում, բացի այդ համատեղել չեն։ Նույնիսկ եթե պետական մակարդակով, որը շատ ավելի ճիշտ կլիներ եւ ուժեղ իշխանության ու ուժեղ քաղաքականության մասին կլիներ խոսքը, եթե նույնիսկ դա պետական մակարդակով դա լիներ, որևէ աղերս չէր կարող ունենալ ադրբեջանցիների Հայաստան գալու հետ։ Դա որևէ կապ իրար հետ չունեն։ Դա մեր իրավունքն է ապրել մեր բնորանում, իսկ իրենք խոսում են սովետական միության կազմաքանդման արդյունքում իրենց հայերի նկատմամբ կատարած ջարդի հետևանքով այստեղից ադրբեջանցիների խաղաղ վերադարձի մասին Ադրբեջանը նաև իրենք փոխհատուցում, իսկ որևէ արդեն Ադրբեջանից որևէ փախստական հայ փախստական որևէ իհարկե փոխհատուցման կամ աջակցման մասին խոսք լինել չի կարող։ Բայց հասկանալի է, որ առաջիկայում նաև Արցախի դրոշի հետ կապված պայքարներ կընթանան, արդեն իսկ կան այդպիսի դրսևորումներ եւ պատահական չէ, որ Փաշինյանը խոսում է հենց Արցախի դրոշի մասին, ասում է ինչու պետք է ազգային ժողովում լինեն այդ դրոշները դրված, սա արդեն իսկ պահանջ է, սա արդեն իսկ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի կողմից հարձակման։ Այսինքն կարծում եք, որ ավելի այսպես գործնական փուլ կմտնի դրոշի հետ կապված գործընթացները։ Դրոշի հետ կապված ավելի վաղ է սկսվել, ավելի վաղ է մտել գործնական փուլ, դեռևս հրապարակում տեսա։ Բացի դա, տեսեք, կան մեքենաներ, մեքենաների վարորդներ, որոնք իրենց մեքենաների վրա կան Արցախի դրոշներ կպցրած, դրված, Արցախից մեր շատ հայրենակիցների մեքենաների հենց համարների վրա, դա Արցախում էր հենց ընդունված, Արցախի դրոշը կար, պետհամարանիշի վրա կար կպցրած փոքրիկ Արցախի դրոշը։ Իհարկե շատ-շատերը այստեղ թողել են հենց նույն համարները, այսինքն ոչ վաճառք է տեղի, առուվաճառք տեղի չի ունեցել, մնացել է նույնը այնպես ինչպես կա, եւ ես առնվազն 3 դեպք գիտեմ, որոնցից մեկը հենց իմ հետ է տեղի ունեցել, երբ պարզապես դու գիտես, որ դու խախտում չես արել եւ իրենք կանգնեցնում են ու տարբեր կոնկրետ իմ հետ կատարված դեպքը, այսպես տարօրինակության գագաթնակետներ 2 անգամ է դա իրականում տեղի ունեցել, երկրորդ անգամը անդադար ինչ որ խախտումներ էին փնտրում, խոսում, երբ հերքվում էր դա, հաջորդն էին փնտրում, վերջում ասացի, գիտեք, գրեք որևէ
իրավախախտում գրեք, ես պատրաստ եմ ընդունելու այդ իրավախախտումը, որտեղ ես իրականում գիտեմ, որ ձեզ անհանգստացրել է Արցախի դրոշը իմ մեքենայի վրա։ Վերջերս նման դեպք կար մեր հայրենակիցներից Համարանիշի մոտ էր փակցված դրոշը։ Ոչ, ուղղակի ապակո վրա, իսկ մեր Արցախի հայրենակիցներից մեկի մեքենան ուղղակի, հա, Կիրովականում կանգնած վիճակում, մեքենան կանգնած է եղել Բաքում, եկել էին էլի այդպես որպես իրավախախտում էլի գրանցել։ Այսինքն սա արդեն կա գործնական փուլում ներքին հրահանգ է, որովհետև այսպես համընկնումներ չէին կարող լինել հենց բարեկների հետ կապված։ Ամեն դեպքում սա, գիտեք, մենք շատ ենք երևի այդ բառերը օգտագործում, բայց սա իրականում այո կախված է անձի վախերի հետ։ Իրականում այո ինքը վախենում է, որ այն պլանը, որը ունի Ադրբեջանը, որը իրականում չէ ավարտվել Արցախի հետ կապված, եւ այն պլանը, որը ունի Հայաստանի հետ, որը սկսվել է, ընթացքի մեջ է եւ այս իշխանությունների բարեկեցությունը, իրենց երկարակեցությունը, ընդհանրապես լինելիությունը կախված է այդ ծրագրերի իրագործումից։ Տեսեք, ես չխոսեցի Հայաստանի լավ ապրելու, բարեկեցիկ կամ անվտանգ ապրելու մասին, չէ՞, խոսեցի կոնկրետ այս իշխանությունների, կախված է այդ ծրագրերի իրականացումից։ Հետևաբար հասկանալի է, երբ որ մարդը գիտակցաբար գնում է հանցագործության, ու ինքը գիտի, որ երկու ճանապարհ կա, կամ հանցագործությունը ինչ որ ժամանակահատվածով երկարաձգվելու է եւ ինքը կարողանալու է շարունակել կամ բացահայտվելու է, ինքը պատժվելու է։ Հետևաբար այդ վախը սրանք բոլորը վախերի դրսևորումներ են, հա, վախերի դրսևորում են խաղման տարկյալների արդեն անհաշվալի քանակը, վախերի դրսևորում է Արցախի դրոշի հետ կռիվ տալը, ընդհանրապես Արցախ, հա, բառի հետ կռիվ տալը, այս մարդու մոտ ուղղակի վախեր են կամ քո հայրենիքի հատվածից խոսելը, ցույց տալը, որ դու պատրաստ ես այդ հատվածից հրաժարվելու կամ դու ինքդ դեմ ես այդ հանձնելու, սա հիստերիա է առաջացնում, որը իհարկե վախի հետևանք է։ Բայց ամեն դեպքում Փաշինյանն ասում է, որ մեզ 700,000 մարդ ընտրել է, սա նշանակում է, որ մեզ լեգիտիմություն են տվել, որպեսզի մենք այն ծրագիրը, որը ներկայացրել ենք արդեն իսկ ժողովրդին, դա իրագործենք։ Մենք տեսանք ինչպես ընտրեց այդ 700,000-ը, որովհետև որևէ մեկը թող չփորձի գոնե ինձ ապացուցել, որ Փաշինյանը ընտրվել է օրինական ճանապարհով, որովհետև գոնե վերջին 1 ամիսը ես շատ այսպես ինտենսիվ եմ եղել այդ ամենի մեջ ու հետևել այդ ամենին, եղել եմ բազմաթիվ սոց հարցումների փակ ներկայացումների, որը չի էլ հրապարակվել, եւ ես ձեզ ասեմ, մաքսիմալ ձայների քանակը, այն էլ իշխանական ռեսուրսի կիրառմամբ 38%-ը չի անցել։ Այսինքն եկեք մենք ընդունենք, որ մարդը ուղղակի նկարել է, գումարել է 11%-ը եւ ստացել են ինչ որ իրեն պետք էր։ Այսինքն իրեն ավելին էր պետք, բայց նկարչությունը արդեն շատ ակնհայտ կլիներ դրանից ավելի դեպքում։ Ինչու որովհետեւ նույնիսկ սովորական, հա, քաղաքացիները, ովքեր հետևում էին այդ օրվա ընտրությունների օրվա ընթացքին, արդեն կեսգիշերին մոտ շատ լավ տեսան իշխանական լրատվամիջոցները ինչ սկսեցին անել, ուղղակի դադարեցրեցին հայտարարելը ընտրատեղամասերից եկող ձայների քանակների մասով եւ որոշ ժամանակ անց ինչ որ ընդհանուր թվեր տվեցին։ Այստեղ ուղղակի ակնհայտ է, որ նա դուք ասում եք 700,000 մարդ չի ընտրել Փաշինյանը։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, բայց շատ ավելի մարդ ընտրել է ընդդիմությանը եւ ընտրել է ընդդիմությանը միայն մեկ պատճառով, միայն մեկ պահանջով հեռացնել այս իշխանությանը։ Այսինքն տեսեք, երևի այսպիսի ընտրություններ երբևէ չի ունեցել Հայաստանը եւ սա ինքը նշանակալի էր հենց պայմանավորված այն հանգամանքով, որ եթե դիտարկում ենք 4 հիմնական ընդդիմադիր ուղղություն, մարդիկ այսպես իրենք ներսում հաշվարկներ էին անում, ոնց գնան ընտրելու, որ այնպես ստացվի, բոլորը կարողանան անցնել խորհրդարան եւ իրականում, այսինքն չկար նախապատվություն կոնկրետ նու բացի են նեղ շրջանակները կոնկրետ մի ընդդիմադիր ուժի ես բազմաթիվ նույնիսկ ընտանիքներ գիտեմ որտեղ ընտանիքում բոլոր 4 ընդդիմադիր ուժերին էլ ձայն են տվել մի ընտանիքի տարբեր անդամներ բոլոր ուժերին ձայն են տվել ընդդիմությանը ձայն են տալիս որպեսզի Փաշինյանը չլինի իշխանության այո միանշանակ միակ նպատակը դա է եղել որովհետև այն բոլոր շփումները հանդիպումները նաև ես ինքս ինձ հենց բռնացրեցի դրա վրա որ մենք շատ դեպքերում
չենք խորապես ուսումնասիրել ընդդիմադիրների ծրագրերը։ Ու բնականաբար բացարձակ չենք էլ ուսումնասիրել ԿՊ-ի ծրագրերը։ ԿՊ-ին ակնհայտ է, պարզ է, որ որևէ Բայց բան չկա բացահայտ Փաշինյանը ուսումնասիրել։ խոսում էր այս անգամ։ Եթե Այս անգամ 2021 թվականին այլ բաներ ասում, հետո այլ բան տեղի ունեցավ, որի համար անընդհատ մեղադրանքներ հնչեցին իր հասցեին, հիմա բարձ ասում էր, թե ինչ է լինելու։ Որովհետև Եվ նույնիսկ Տիգրան մասին նա որովհետև իրեն խոսեց խոստացել էին ու ինքը վստահ էր, որ իրենց նշած 65%-ը իրենք ունենալու։ Բայց չունեցան 65%։ Չունեցան, որովհետև իրականում այո ժողովուրդը սա ժողովրդի ընտրությունն էր, ժողովուրդը կանգնեց եւ դա թույլ չտվեց։ Թող իմ ընդդիմադիր գործընկերները ներողամիտ լինեն իմ այս արտահայտության համար, բայց դա այնքան էլ ընդդիմության, այսպես ձեռքբերումը չէր։ Դա կոնկրետ ժողովրդի որոշումն էր, որ չպիտի լինի այս իշխանությունը։ Նորից եմ կրկնում, ոչ թե ժողովուրդը նայեց ծրագրերը, իրեն դուր եկավ, չգիտեմ, այնտեղ սոցիալական ինչ որ հատված, քաղաքական ինչ որ հատված կամ մեկ այլ հատված, այլ կոնկրետ նպատակը մեկն էր, չպիտի լինի այս իշխանությունը։ Եվ հենց այդ պատճառով ես հիմա էլ առավել քան վստահ եմ, որ ընդդիմությունը հավաքել է ավելի քան ԿՊ-ն իրականում, որտեղ իրենք այո ռեսուրսի օգտագործմամբ նույնիսկ կառավարել չկարողացան իրենց թիմակիցների շրջապատը, այսինքն հենց իրենց թիմակիցների շրջապատը ընտրեց ընդդիմությանը, որտեղ ըստ իրենց հաշվարկների գոնե իրենք հաստատ այս 49%-ը պիտի ունենային իրենց թիմակիցների շրջապատով, իսկ այն 65%-ը արդեն պիտի ստանային նաև նկարչությամբ, բայց տեսեք, փաստորեն իրենց մոտ էլ դա չհաջողվեց եւ ժողովուրդը իրականում այո այդ օրը կանգնեց ու արեց այն ինչը որ չէր սպասում Նիկոլը։ Բայց ամեն դեպքում Փաշինյանը վերընտրվել է։ Վերընտրվել է Եվ որքան էլ որ ընդդիմությունը ասի, որ լեգիտիմ չի, ինքը նկարել է կամ չգիտեմ շատ քիչ է այդ շեմը բարձր նրա ընտրության հարցում, այսինքն ձայների առումով, միևնույն է աշխարհը ճանաչել է նրա ընտրությունը, շնորհավորել է նրան եւ այն գործողություններն, որոնք այսօր իրականացվում են ընդդիմադիրների նկատմամբ, լրությամբ անցկացվում է եւ մենք չենք տեսնում խիստ գնահատականներ, հայտարարություններ։ Այս արդյունքի պարագայում արդեն օրինաչափ է ինչ որ տեղի է ունենում։ Ես կարծում եմ, որ խորհրդարան ձգտող ընդդիմադիր ուժերը պիտի սա հաշվարկած ու գիտակցած լինեն, որ հենց այսպես է լինելու։ Ինչու այսպես եղավ, որովհետև անկեղծ ասած, ես կարծում եմ, որ հենց ընտրության մասնակցած ընդդիմադիրներին ձայն տված մեր հայրենակիցները ողջ գիշեր չքնեցին եւ սպասում էին համապատասխան գործողությունների։ Գիտեք, բացարձակ իմ համար անցալելի դուրս կգային դուրս, եթե ընդդիմությունը կոչաներ։ Ես կարծում եմ, որ այո, թող լիներ դա վաղ առավոտյան։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ այն դիտարկումները, որ չգիտեմ, արյուններ թափվելու կամ էսեր լինելու են լինել, տեղին չի, որովհետև մեկը ես, եթե պատկերացնում եմ, որ ես գնացել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր ուժերից մեկին ու ասված մի արած հենց իմ ձայնն են գողացել, ես պատրաստ եմ պայքարել հենց իմ ձայնի համար եւ դա չի նշանակում, որ ես փայտով, քարով, զենքով եմ գնալու պայքարելու, ինձ էլ անպայման սպանելու են ու արյուն է թափվելու։ Տարբեր մեթոդներ կային, չեմ կարող ասել, դա իրենց պետք է հարցնել։ Դու կարծում ես, որ ընդդիմության բացթողումը եղավ սխալը։ Ես կարծում եմ, այո, ինչու։ Իրենք կարող են շատ հակափաստարկներ բերել են նաև, փորձել են ինձ էլ համոզել, չի ստացվել, ինչու, որովհետև ես շփվել եմ ժողովրդի հետ, ես գիտեմ ժողովուրդը ինչին էր սպասում, այո ժողովուրդը պատրաստ էր, տեսեք, այստեղ նորից պետք է անձերից դուրս գալ եւ հստակ օբյեկտիվ դիտարկում անել։ Ժողովուրդը ոչ թե պատրաստ էր գնալ պաշտպանել ընդդիմադիր ուժերին, անձերին, չգիտեմ իրենց ծրագրերը, իրենց տեսլականները, այլ ժողովուրդը այդ բան պատրաստ էր գնալ իր ձայնը պաշտպանելու։ Ես դա վստահեցնում եմ եւ պատրաստ էր դա անելու։ Լավ, 500,000-ից ավել մարդ ընդդիմությանը ձայն էր տվել։ Վստահ եմ 100,000-ից ավելը դուրս էին գալու հատ պաշտպանելու իրենց ձայնը։ Դրա համար ընդհանրապես կոչ էր պետք, որովհետև եթե մենք Ինչից վախեցան, որովհետև այդ ժամանակ նույնիսկ խոսում էր, որ իրենք ասում էին Փաշինյանն ուզացնել դա է, իզուր չի ասում գնացեք հեղափոխություն արեք, ուզում է որ մենք դուրս գանք դուրս, որ բոլորին կալանավորի։ Կամ այդ կալանավորելով արդյոք հարցը 100,000 մարդ դուրս կտար գա, Փաշինյանը 100,000-ին չէին այսպես թե կալանավորում։ այնպես նա կալանավորում է ում որ պետք է։ 100,000-ին չէին կալանավորելու, օրինակ, այս պայմանական թիվ եմ ասում, բայց կալանավորելու էին ենթադրենք ընդդիմադիր ուժերի դեմքերից։
Դա այսպես թե այնպես եղավ, ինչպես դուք եք նշում, հա, բայց այդ պարագայում ժողովուրդը հաստատ այդ պահին լինելու էին մարդիկ, հետևից եկող մարդիկ, ովքեր առաջնորդելու էին դա, որտեղ նորից եմ կրկնում, ժողովուրդը դուրս էր գալու եւ պահանջելու էր պաշտպանությունը իր տված ձայնի, ոչ թե այլ բանի, իր տված ձայնի, որովհետեւ մեկը ձայնը տվել էր, որպեսզի մի օր հնարավորություն ունենա վերադառնա Արցախ, մեկը ձայնը տվել էր, որպեսզի իր գյուղը, որը իբրև թե անկլավ է, դա չհանձնվի, մեկը տվել էր, որ լավ ապրի, այսինքն տարբեր պատճառներով մարդիկ ձայն էին տվել, որ չլիներ այս իշխանությունը, հետեւաբար այդ մարդկանց մեծ մասը նաև պատրաստ էր դա պաշտպանելու, այո, պետք էր գնալ դրան, վախը, այո, դա պետք էր դիտարկել նաև եւ սпасել այս իշխանություններից ամեն բան, որովհետեւ մենք 2024-ի հունիսի 12-ին տեսանք Նիկոլը ինչպես կրակեց մեր վրա, կրակեց բարիս բուն իմաստով, կրակեց, բայց ժողովուրդը այդ ժամանակ էլի չընկրկեց, ժողովուրդը պատրաստ էր առաջ գնալու, Բայց այդ ցավոք շատ սրտի չկար, բայց պատրաստ էին գնալու եւ կավելանային, բայց ցավոք սրտի քաղաքական առաջնորդությունն էր միշտ բացակայում նման դեպքերում։ բայց մենք տեսանք հետո ինչ հոդվածներ հաջորդեցին։ Հաջորդեցին, որովհետեւ չեղավ Պետությունը քաղաքական զավթելու ահաբեկչություն։ Այո, այդպես է լինելու էր եւ իմ գործընկերները մինչեւ հիմա հենց դրա համար Դավիթ դատարանում, Գալստյանը։ այո, Բագրատ Սրբազանն է, մնացած նաեւ 17 արդարներն են, ես շատ լավ գիտեմ այդ գործը, ես գիտեմ ինչպես են իրենք այսպես սպիտակ կտորի վրա սև թելով ակնհայտ կեղծիքը կարում, բայց գիտեք, ոչ թե հարցը դրանում էր, այլ մեր բոլոր ձախողումները տեղի են ունեցել սկսած 2020 թվականից, որ կամ եղել է ժողովրդական շարժում, կամ եղել է քաղաքական գործընթաց։ Դրանք երբևէ իրար հետ չեն եղել եւ չեն հատվել իրար հետ։ Դրա համար էլ արդյունավետ չեն եղել։ Ժողովրդական շարժումը սկսվել է, եկեք հիշենք, հա, նույն դիմադրության շարժումը, չնայած այնտեղ առաջնորդում էին նաև падգամավորներ ազգային ժողովի քաղաքական դեմքեր, բայց գործընթացը չէր գնում քաղաքական ուղղությամբ։ Դրանից հետո այսպես ՓՇ նաև առաջ դրանից հետո նաև Սրբազան պայքարը, որը այսպես հուժկու իրոք ժողովրդական շարժում էր, բայց էլի չուղեկցվեց քաղաքական գործընթացներով։ Այ հենց այդ պատճառով էլ ինքը չեմ ասի, որ մարեց, ինքը թողեց իր հետևանքները, ինքը ունեցավ նաև այն կարևոր առաքելությունը, որ շատ շատերի աչքերը բացվեցին, շատ շատերը հասկացան, որ այո, կարելի է չհամաձայնվել։ Բայց գիտեք, ինձ թվում է շատ դեպքերում նաև քաղաքական գործիչներից, ընդդիմադիր դաշտից չեն անցնում այդ պատնեշը զուտ այն պատճառով, նաև շատ լավ ճանաչելով Նիկոլին, շատ լավ ճանաչելով նրա այսպես շանտաժը, նրա ծայրահեղ քայլերի գնալու եւ բազմիցս ենք ասել իր կարմիր գիծը միայն իր իշխանության պահպանությունն է, հա, եթե այդտեղ ինչ որ մի վտանգ ինքը տեսավ, կրակելու է, սպանելու է, ահաբեկելու է, ամեն բան անելու է։ Եվ հետեւաբար, այո, ինչու՞ չէ, կարող էր եւ հենց ինքը սադրել, զոհեր տալ, հետո ներկայացնել, որ դա հենց ընդդիմությունը արեց։ Այո, սրանից եւս փորձեց խուսափել, բայց ես կարծում եմ, որ եթե դա ճիշտ համակարգվեր եւ եթե ես տեսել եմ այդպիսի համակարգումներ եւ այսպես ժողովրդին ճիշտ ուղղորդվեր, հա, ոչ թե այնպես ինչպես Նիկոլը գնանք, ջարդենք, փշրենք, սպանենք, կոտորենք, այլ ճիշտ ուղղորդվեր, մենք կունենայինք արդյունք։ Հիմա ուշացած է կարծում եք որևէ գործողության դիմելը եւ մանդատները երբ որ վերցնում են ընդդիմությունը, դուք սպասումներ ունեք, ակնկալիքներ, որ ինչ որ բան կարող են փոխել։ Գիտեք, 2021-ին երբ ընդդիմությունը մանդատները վերցրեց, մենք որևէ հակառակ դիտարկում չունեցանք։ Ինչու, որովհետև ի վերջո որպես քաղաքական գործիչ հասկանում ես, որ դա իրոք սահմանադրական, այսպես լուրջ գործիք է լինել ազգային ժողովում եւ պայքարել իշխանության մեջ։ Ինչ որ մի պահից այնտեղ էլ սկսեց սխալ գնալ եւ այն հնարավոր գործիքակազմը, որ պետք էր օգտագործվեր խորհրդարանում ազատվելու այս իշխանությունից, չօգտագործվեց ուղղակի։ Կամ տարբեր պատճառաբանություններով հետաձգվեց եւ տեղի չունեցավ։ Որովհետև ըստ իս, եթե նույն падգամավորը փողոցային պայքար է կազմակերպում, ինքն էլ մասնակցում, բացարձակ այդտեղ կարևոր չի ինքը խորհրդարանում է թե ոչ։ Հա, դիտարկում ես որպես քաղաքական դեմք, որը եկել է առաջնորդում ինչ-որ պայքար։
Այսինքն այստեղ ես չեմ հասկանում արդեն որն է այդ դեպքում զենքը, որ տեսանք Նիկոլի ինչ արեց, մարդկանց զրկում էր անձեռնմխելիությունից ձերբակալում, այսինքն սա որևէ բան իրենից չի ներկայացնում։ Տեսեք, եւ այդ 5 տարիները ժողովրդին էլ թրծեցին այդ առումով եւ ժողովուրդը այլևս եթե ես կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը վերջի ամենայն դեպս 2 կամ ավելի այդպես 2.5 տարին ամենայն դեպս այդ խորհրդարանական 5 տարիների կեսը չել հետևել խորհրդարանական որևէ գործընթացի կամ զարգացումների, որովհետեւ որը այսպես միապաղաղ իրենից որևէ հետաքրքրություն չներկայացնող գործընթացներ են տեղի ունեցել, որը չի բերել քաղաքական հետևանքների, չի ունեցել քաղաքական Դե հետևանք։ որովհետև իշխող ուժը մեծամասնությունը ինչ ուզում են իրենք անում են, ինչ օրենք ուզում են ընդունում են եւ ընդդիմությունը կամ ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում։ Այսինքն դու գնալուց դա պետք կամ է դեմքը հաշվի դաշտում, առնես։ Դու այո։ դա գնալուց պիտի հաշվի առնես։ Տեսեք, Եվ ես հաստատ այս որևէ ընդդիմությունը առավել հնարավորություններ չի ունենում։ Քանի որ երրորդ ընդդիմադիր ուժը չմտավ խորհրդարան, այս դեպքում նրանք այ հենց այստեղից առավել գալիս է հնարավորություն չունեն, քան նախկին ընդդիմությունը։ այս այն միտքն է հենց գալիս այստեղից, որ այո, ամեն բան պետք է պայքարել, որպեսզի Ծառուկյանի գլխավորած ուժը անպայման հայտնվեր խորհրդարան, որտեղ բացահայտորեն, բացի այն, որ նկարում էին Նիկոլենց համար այդ թվերը, զուգահեռ իջեցնում էին ԲՀԿ-ի ձայները։ Այսինքն սա ակնհայտ էր, սա բոլորս ենք տեսել, այստեղ որևէ ապացույց պետք չի։ Տեսեք, եւ ամբողջ այսպես հարցը նրանում չէ։ Ես երբևէ չեմ ասում չպիտի մտնեք խորհրդարան կամ պիտի մտնեք խորհրդարան։ Ոչ, որովհետև դա ես չեմ մտնողը կամ չմտնողը եւ ես չեմ որոշողը, բայց ես էլ այնպես 100 հազարավոր քաղաքացիներից մեկը, որը ընդդիմությանն է ձայն տվել, ես հարցնում եմ, հա, պահանջատեր իմ ձայնին հարցնում եմ, մտնում եք խորհրդարան։ Ինձ խնդրում եմ, ասեք, ինչ եք անելու հաջորդ օրը, այն մյուս օրը, դրան հաջորդող օրը, որովհետև ինձ իմ ձայնը բարձրացնելու կարիք չկա խորհրդարանում։ Ես ձայն չեմ տվել, որ դուք գնաք օրինակ խորհրդարան, բայց ինչ արտարոց բաներ իրենք պետք է անեն, ինչ պետք է անեն։ Իմ ձայնը բարձրացնելու այնտեղ կար, ես մի ձայն ունեմ, մի բան ունեմ, որ իրեն հեռացրեք իշխանությունից։ Եվ ես վստահ եմ, այդ 100 հազարավոր մարդկանց հենց մեծամասնությունը դրա համար է ձայն տվել։ Խորհրդանով հեռացնելու համար 1 տարի կա։ Այո, դեռ 1 տարի էլ իմունիտետը ունի։ Հիմա, եթե չեք մտնում խորհրդարան, իհարկե արդեն դա չի դիտարկվում, ապա ինչ եք անում հաջորդ օրը, դրա հաջորդ օրը, դրան արդեն այն մյուս օրը։ Այսինքն դուք պետք է հստակ ունենաք, հա, ձեր քայլերը մշակած, ոչ թե տարվա համար, ոչ թե ամիսների համար, այլ յուրաքանչյուր օրվա համար։ Այստեղ այլևս գիտեք ժողովրդի հետ անելիք էլ չկա։ Չկա էլ ժողովրդի հետ անելիք։ Ժողովրդի հետ անելիքը ավարտվել է, որ ընդդիմությունը շատ ձայներ է ստացել, սա նաև պայմանավորված է նրանով, որ մենք լավ աշխատանք ենք իրականացրել եւ ազգային ժողովում եւ դրսում։ Եվ նաև պատգամավորներից կարծիքներ կան, որ այո, Փաշինյանը կարող ամբիոնից գալ եւ ամեն ինչ համոզել, ասել, բայց պետք է լինեն մարդիկ, ովքեր նրան կհակադրվեն, հակառակ կասեն եւ ցույց կտան իր սխալները։ Եվ հանրության աչքերը կբացեն։ Հա, ինչ կտա դա։ Բացվել էր հանրության աչքերը։ Եկավ հանրությունը քվեարկեց, իրականում այնպես քվեարկեց, որ հաստատ Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել իշխանության։ Եկավ արեց ժողովուրդը։ Շնորհակալ ենք 5 տարվա արդյունքն է։ Նաև այն ուժի կամ ուժերի, որոնք չկային խորհրդանում, բայց լավ աշխատեցին։ Շնորհակալ ենք, արեցին։ Եվ ինչ եղավ արդյունքը։ Նորից նույն այսպես կծիկը կծկեցինք, նորից սկսելու ենք քաշել քանդել կծիկը, որ ընդդիմությունը նոր հնարավորություններ չունի։ Այս պարագայում ես չեմ տեսնում դեռ այդ հնարավորությունները, միգուցե իրենք ինչ որ մեթոդներ են մշակել, ունեն, ես չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ ու տեղեկացված չեմ։ Տա Աստված այդպես լինի, տա Աստված այդպես լինի, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում տեսնենք ինչպես է այս իշխանությունը հեռանում, որտեղ նորից եմ կրկնում, մենք յուրաքանչյուր այս իշխանության իշխանավարման օր դա աղետ է Հայաստանի համար, դա Հայաստանի ապամոնտաժումն է, ամեն օր Հայաստանից մի քար վերցրվում ու գցվում է, հենասյուները քանդվում են, ամեն օր են քանդվում դա, եւ եթե այսօր շատ արագ այդ ժողովուրդ ու քաղաքական ուժեր այսպես կոնտակտը արդյունք չտա, այնա տեսնում ենք Ալիևը ինչ է ասում, ինչ հանձնարարականներ է տալիս թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարներին, որտեղ ինքը ուղիղ նաև այդ հանձնարարականները հնչեցրեց երկու երկրների արտգործնախարարներին, որից հետո արդեն Բայրամովը
այդ տրամաբանության մեջ, այսինքն Զանգեզուրի միջանցք տրամաբանության մեջ պիտի աշխատեն երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները, որին արդեն հաջորդեց Բայրամովի հայտարարությունը, դեռևս չենք լսում Հայաստանի արտգործնախարարի խոսքը կամ ձայնը կամ շշուկը, որովհետև այսպես մի ասացված չէ, ժողովրդական խոսք ավելի շուտ, դե լռությունն էլ համաձայնության նշան է, եթե դու որևէ ասելիք չունես, հետևաբար դու համաձայն ես, եւ այստեղից հետևություն, այդ հազարարությունը ընդունվեց ի գիտություն Հայաստանի նաև արտաքին գործերի նախարարի կողմից ու գնաց արդեն Դերից տարածքով անցնելու ճանապարհը պարզ է, որ համատեղ աշխատելու ենք կասեն։ Գիտեք, երբ Արցախում էլի իրենց այդ պայմանավորվածությունների արդյունքում Լաչինի միջանցքը իրենց լեզվով մենք Քաշաթաղի միջանցքը իրենք որոշեցին, որ պիտի ձևափոխեն, տեղափոխեն եւ դա պիտի արվեր 3 տարի հետո կամ 3 տարվա ընթացքում մենք տեսանք, հա շատ կարճ ժամանակ հետո Ադրբեջանը հայտարարեց, որ իր հատվածը պատրաստ է եւ ինքը պատրաստ է նաեւ աշխատանքներ իրականացնելու Արցախի տարածքում։ Երբ որ Արցախը սկսեց դանդաղել կամ ըստ էության Հայաստանի իշխանությունները սկսեցին իբրև թե դանդաղել, որտեղ իրենք էին պայմանավորվածությունները ձեռք բերել, ինչ արեց Ադրբեջանը, եկավ պատրաստ սարքեց այդ ճանապարհը։ Իսկ հիմա ի՞նչն է խանգարում Ադրբեջանին գալ Հայաստանում սարքել այդ ճանապարհը։ Ես խնդրում եմ, ինձ եթե մի քանի հակափաստարկ լուրջ կբերեք, ես հավատամ։ Ինչն է խնդիրը։ Այն ժամանակ, երբ որ մենք դրան հակառակ նույն ազգային ժողովում, ժողովրդի աչքի առաջ ուղիղ եթերում հարց էինք տալիս Արցախի նախագահին, որ դա վտանգ է, եկել են մարդիկ քո տարածքում, ճանապարհ են սարքում, եւ ստացվում է, որ դու միջանցքը դարձրեցիր ճանապարհ եւ այդ ճանապարհը հետագայում իրենք կարող են ամեն վարքյան ուղակի փակել։ Ինքը ինչ էր անում։ Նույն էս պատասխանը ինչ որ ներկայիս վարչապետն է տալիս, այսպես ինչ որ էմոցիոնալ, շատ լուրջ զգացմունքային պատասխաններ տալիս, որ այդ տենց եք չեք գնահատում, հələ մի հատ եկեք տեսեք ինչ որակով ճանապարհ են սարքել։ Կյանքներում չեք տեսել այդպես որակով ճանապարհ։ Այդքան անվտանգ իհարկե ինքը ռազմական անվտանգության մասին չէր խոսում։ Ինքը խոսում էր զուտ ճանապարհային անվտանգության։ Դե տեսեք ինչ ճանապարհ են կառուցել։ Բայց հիմա ի՞նչն է խանգարում նույն բանը տեղի ունենա այստեղ։ Խոսենք նաև Արցախի ազգային ժողովի նախագահի հրաժարականից, ինչով է պայմանավորված, փաստորեն չկա կառավարության ղեկավար, չունեք ազգային ժողովի նախագահ եւ ըստ էության Փաշինյանի ասածը, որ չի կարող լինել Արցախի ղեկավարություն, այստեղ դա իրագործվեց։ Գիտեք, իրականում այո, պետք է ցավով նշեմ, որ մենք 3 տարվա ընթացքում փոխանակ ունենայինք այսպես մի ներկայացուցչություն, որը բավականին արդեն աշխատանք կատարած կարող էր վստահ ներկայացնել Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցների, այսինքն ժողովրդի իրավունքները, թե միջազգային հարթակներում, ինչ չէ նաև Հայաստանի Հանրապետությունում, մենք ցավով պետք է նշենք, որ այն ծրագիրը, այն պլանը, որ ուներ Հայաստանի ղեկավարը, ինքը հենց արցախցիների շատ դեպքերում արցախցիների թեթև ձեռքով իրագործեց, որովհետև նաև պլանի կարևորագույն հատվածը դա էր։ Ինչպես իրագործեց։ Այո, տարբեր ձևերով, ճնշումներով, վախեցնելով, չգիտեմ, միգուցե ինչ որ հատվածին նաև խոստումներով կամ նաև այդ խոստումների իրագործմամբ նաև ինչ որ անձնական հասանք նրան, որ մենք արդեն բավականին երկար ժամանակ չունենք նախագահ, հիմա էլ արդեն հրաժարական տվեց ազգային ժողովի նախագահը։ Տեսեք, միանշանակ սա Նիկոլի ծրագիրներ, միանշանակ այս ամբողջ process-ները տեղի են ունեցել հենց իր այսպես ղեկավարմամբ ու կառավարմամբ։ Շատ դեպքերում նաև դրա ականատեսն է եղել ժողովուրդը, որտեղ հենց մասնակցել են նաև արցախցիներ, բայց սա բնավ չի արդարացնում այն ինչ որ տեղի է ունեցել։ Մենք շատ լավ գիտենք Նիկոլի ինչ է ուզում, Նիկոլի ինչ քայլերի է գնալու, բայց ինչ է տալու նախագահ ինստիտուտը պահպանել ազգային ժողովի նախագահ ունենալը։ Տեսեք, մենք որ որովհետև սրտի մխիթարանք այսպեսի ձևակերպումներ են տալիս, որ ինչ է դա տալու։ Տեսեք, երբ մենք նոր տեղահանվել էինք բռնի տեղահանությունից հետո մենք անդադար թե աշխարհում տարբեր երկրների մեր գործընկերներից, թե Հայաստանում, ինչ չէ նաև Ռուսաստանից լսում էինք մի կոչ, մի պահանջ, դա նաև խոստումներ կային, որ լինելու է նաև այդ առումով աջակցություն, որ պիտի միանշանակ պահպանվեն ինստիտուտները, որովհետև հակառակ դեպքում չի լինելու
առավել եւս այս իշխանությունների օրոք չի լինելու մի լեգիտիմ մարմին, որը այդ շահերը առաջ կտանի։ Ես ես ասեմ ավելին, նաեւ ես իմ անձնական հանդիպումների ժամանակ, որտեղ եղել են նաեւ իմ գործընկերները տարբեր երկրների, թե պատգամավորների, սենատորների, տարբեր կառույցների, դրանք կլինեն հասարակական, դրանք կլինեն նաեւ այսպես ինչու՞ չէ նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմիններից, իրենք անդադար դա պնդում են առ այսօր, որ այն պահից, որ չի լինի Արցախի ազգային ժողովը, տեսեք, ոչ թե նախագահ Արցախի, այլ հենց հատկապես Արցախի ազգային ժողովը, այլևս այս հարցը հետագայում կենթանացնել կամ ընթացքը պահելը համարյա անհնար է դառնալու։ Այսինքն կարևոր է այդ այո, միջազգային հարթակներում հավատացեք, ինչքան էլ հակասական, այսպես նաև դրան հակասող խոսքեր կլսեք թեկուզ նույն երկրներից, բնականաբար նաև Հայաստանի իշխանություններից, ես դες ասեմ, որ մեզ հենց դիտարկել են այդպես, հենց շփվել են որպես Արցախի ազգային ժողով, հենց Արցախի ժողովրդին ներկայացնող մարմին։ Հիմա նոր նախագահ հնարավոր է նշանակվի։ Իհարկե հնարավոր է, եթե կա ցանկություն։ Իսկ ինչպես պիտի դա ձևավորվի, տեսեք, շատ կարևոր է ինչպես է իրեն դրսևորում մեծ խմբակցությունը թվով, այսինքն խոսքը Ազատ հայրենիք ՔՄԴ դաշինքի մասին է, որը ամենաշատ թվով պատգամավորներ ունի եւ որոշիչ է հենց իր ձայնը։ Տեսեք, մեզ շատ դեպքերում թե նույն ժողովուրդը, թե շատ լրագրողներից այս օրերին հարց են տվել, օրինակ անդիմադիրներից ինչու չեք տեխնացություն առաջադրում, սկսած իմ տեխնացությունից վերջացրած ցանկացածի, հա, անդիմադիր հատվածի, պետք է ուղղակի այստեղ հասկանալ, գիտակցել, որ կարևոր այստեղ անձով չի պայմանավորված։ Հիմա ենթադրենք ինչ որ X անձի անդիմությունից առաջադրեցինք, այնտեղ էլ շատ գլուխ չդրեցին, ընտրեցին ինքը դարձավ ազգային ժողովի նախագահ, բայց չէ որ ինքը պետք է ունենա քաղաքական թիկունք, մեջ պիտի ունենա, որով կկարողանա գործընթացներ իրականացնի։ Պետք է այո, ես ցավով նշեմ, որ 1 տարի ազգային ժողովի նախագահը վերջին չունեցավ այդ քաղաքական հենարանը։ Իր մեղավորություններ թե մյուսների։ Գիտեք, երևի թե երկուստ եք, որովհետև միայնակ, երբ որ հաստատի չեն գործում Արցախի այլ ինստիտուտներ, այսինքն կառավարություն որպես այդպիսին չկա, չի գործում եւ ստացվում է, որ մենակի ազգային ժողովի նախագահ չկա, նաեւ նախագահ, սկսած ազգային ժողովի նախագահի տեղակալից, փոխոսնակից, վերջացրած բոլոր падգամավորներով, պիտի այո, թեթիկունք լինեն, բոլոր առումներով, սկսած ծրագրերի ստեղծումից, այդ ծրագրերի իրականացման համար միջոցներ ստեղծելուց կամ գտնելուց, այնուհետև այդ ծրագրերի այո, միասնական աշխատանք։ Հիմա սա ենթադրում է, որ նոր նախագահ էլ դժվար կլինի ընտրել։ Ես այս բանի, տեսեք, խորհրդատվություններ են գնում իրականում, դեռևս այսպես ընդհանուր հանդիպում չի եղել, որտեղ կտեսնենք ընդհանուր տեսակետը արդեն ձևավորված, առանձին այդպես խորհրդատվություններ են տեղի ունենում, դեռևս որևէ արդյունք է սա առումով չունենք, որովհետև նաև շատ դեպքերում այսպես ինչ որ արեստացին թեմաներ են առաջ քաշում, որի շուրջ ինչ որ վեճեր են լինում, որոնք բացառապես կապ չունեն ոչ քաղաքական գործընթացների հետ, որևէ բանի մեջ կամ անցյալի հետ կապված իրար նկատմամբ ինչ որ մեղադրանքներ, մի խոսքով, եթե մի բառով սա ձևակերպեմ, ավելի շատ ցանլրջություն է։ Գիտեք, առաքելության չգիտակցում է, չգիտակցումն է նաև, որ Աստված մի արասցե, եթե տեղի ունենա այն ինչ որ կա այս իշխանությունների պլաններում, սկսած այդ ինստիտուտների քանդումից, ապա ինչ տարբերություն դավաճանների շարքում, ուղղակի անուններ են ավելանալու, սա էլ է դավաճանություն լինելու։ Հիմա հասկանում եք, եթե մենք կանք փոքրաթիվ падգամավորներ, որոնք ջանք երանդ չեն խնայում, ամեն բան անում են, որ Արցախի հարցը հանկարծ դուրս չմղվի միջազգային հարթակներից, Հայաստանից եւ ընդհանրապես այդ կառույցը կարողանա
ոչ թե ուղակի ձևական լինել, ինչպես դուք ասում, այլ կենթանի լինել ու գործել, ապա մենք հաջողություն չենք ունենա, եթե էլի մնանք այդ մի քանիսս։ Հիմա եթե ձեզ առաջարկեն, կընդունեք առաջարկը, թե նույն այդ խնդիրը տեսնում եք, որ քաղաքական հենարան է։ Նայեք, նորից ասեմ, անձերը դնենք մի կողմ, դա ես եմ, մյուսն է, դա բացարձակ կարևոր չի։ Ես ինքս յուրաքանչյուրի ում տեխնացիոնը կառաջադրվի եւ խորհուրդ եմ տալիս նաեւ մնացած մեր գործընկերներին, քանի որ մենք արդեն ցավոտ փորձ ենք ունեցել, արդեն մի քանի անգամ, ես ուղղակի հարցնելու եմ ունի ծրագիր, այդ ծրագիրը պիտի տանի ինձ, ես հատիկ ուսումնասիրեմ, պետք է տեսնեմ այդ անձի ստորագրությունը տանք, որ ինքը պարտավորվում է ծրագիր այսպես ամեն օր իրականացնել։ Վերադարձի ծրագիրը։ Ցանկացած ծրագիր, ցանկացած, ուզում եք դա թող լինի սոցիալական, որը իր մեջ անպայման պիտի ներառի վերադարձի բաղադրիչը։ Եթե սոցիալական ծրագրերը նույնիսկ իրականացում են, ինչպես տեղյակ ենք նաև այդպիսի դեպքեր են լինում, ուղղակի գումարներ բաժանելով արցախցիներին, որտեղ չկա վերադարձի բաղադրիչը, դա անիմաստ ծրագիր է։ Հետևաբար ցանկացած ծրագրի մեջ պիտի լինի։ Կամ եթե չի ունենա այդ անձը իր անձնական սեփական ծրագիրը, ապա կա Արցախի նախագահի կողմից, դեռևս վերջին նախագահի կողմից ստորագրած ռազմավարություն, ըստ որի կարող է շարժվել։ Այսինքն սրանք այդ պայմաններն են, որի դեպքում ես դիտարկելու եմ այդ անձին, որպես ու այո, լինելու եմ հենց այն թև թիկունքը ու մեջքը, որը պիտի աշխատի ու իրականում այո, այնպես որ մենք քայլ առ քայլ մոտենանք մեր նպատակին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։